Ժողովուրդ օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՔՊ վարչությունը ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր սցենարները։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար նախ կարևոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի անձին ուսումնասիրելուց, բարեվարկությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով հատիկ քննելուց հետո։ Ըստ մեր աղբյուրների դեռևս երկար ժամանակ է պահանջվելու, մինչև Փաշինյանը կզտի ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան։ Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ սահմանադրական մեծամասնություն են կազմելու եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կարողանա իրենց հետ մրցել։ Մեր տեղեկություններով, բացի խորհրդարանական ընտրությունների կարևորությունից, Փաշինյանի համար թիվ 1 թեման կաթողիկոսին հեռացնելն է, որը ըստ իշխանական մեր աղբյուրի առաջիկայում իրագործվելու է։ Այդ հարցը շատ արագ լուծելու են, մշակված պլանով առաջ են գնում։